Հովանե Թումանյանը ծամփորդները։ Աքլորը մի օր կտուրը բարձացավ, որ աշխարհը տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ։ Դիմացի սարը խանգարում էր։ Քուչի աղբեր, կարելի է դուր գիտենաս։ Այս սարի հետևում ինչ չկա։ Ես էլ չգիտեմ, Պատասխանեց Քուչին։ Ապա միջև երբ պետք է այսպես մնանք։ Արի գնանք մի տեսնենք։ Արի աշխարհում ինչ չկա։ Շունն էլ համաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։ Գնացին, իրիկունը հասան մի անտառ։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձացավ, մոտիկ ծառին քնեցին։ Լուսադեմին աքլորը կանչեց. Սուրուղու։ Մի աղվես լսեց աքլորի ձայնը։ Վա, սա որտեղից դուրս եկավ։ Այ լավ նախածասիկ։ Մտածեց աղվեսը ու վազեց։ Բալիլուս անահել աքլոր, ինչ է սինում ես կողմները։ Գնում ենք աշխարհը տեսնելու։ Այ ինչ լավ բան եք մտածել։ Քանի ժամանակ է, ես կարգին ընկեր եմ մանգալի։ Ինչ լավ է պատահեցինք, դե չարի, որ չուշանանք։ Ես համաձայն եմ, տես թե, ես համաձայն է, չարկա ընգա։ Որտեղ է ընկերդ, էй թպիտակի։ Սրա ընկերն է երևի նման, մի աքլոր կլինի, ես էլ իմ ճաշım։ Մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկած որ շունը դուրս եկավ, աղվեսը պուկ փախավ։ Ոնց փախավ։ Կաց, աղվես ապեր, մի վրազի, մենք էլ ենք գալի, այսպես ընկեր չի լինի։ Ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։